մարդկության մեջ բոլոր ժամանակներում օբյեկտիվ իրականություն է, մեր իսկ մեղքի հետևանքով ատելության, կեղծիքի եւ անարդարության տիրապետումը։ Եվ եթե այս իրավիճակում, այս պայմաններում մեկը ուզում է իրապես Հիսուսին հետևի, հետևապես ապրել սիրո, ճշմարտության եւ արդարության կյանք, ինքը չի կարող չբախվել հակառակ իրականության, ինչից եւ ծնվում է խաչը։ Մեր ներդրությունը, որովհետև խաչողներն են մեր կյանքում, ապրողներ, ապրում։ Ուրեմն, այսօր իմ կյանքում, ինչպես մեր Տիրոջ այս դրվագում է ասվում, զգուշացում կա։ Գնում ես, որ քարկոծվես, իմ առջև դրվեց այդ ընտրությունը։ Դուք գիտեք, որ ես երկար տարիներ որպես վարդապետ, որպես համեստ վարդապետ, փորձել եմ իմ գիտելիքների չափով քարոզել, բացատրել ճիշտ, սխալ, մարդկանց փոխանցել խաղաղություն, հանգստություն, բացել մարդկանց միտքը, բայց առաջին հերթին իմ միտքը, իմ ոգին սնուցել, իմ սիրտը սնուցել։ Եվ շատ եմ խոսել խաչի մասին, շատ եմ խոսել փորձությունների մասին, շատ եմ խոսել հալածանքների մասին, մեր Տիրոջ օրինակով ցույց տալով։ Ես երբ կանգնեցի այս ընտրության առաջ, ես հասկացա, որ իմ կյանքում հերթական դժվար ուղին է սպասվում։ Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում եւ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր ուղղակի։ Եվ ես որոշեցի հույսս դնելով Աստծո վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա, Աստծո օգնականությամբ գալ Մասյացօգնիթեն ծառայելու, հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու, առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, բանսարկությունը եւ այլն։ Սիրելիներ, եկել եմ ծառայել եւ ակնկալում եմ ձեր աղոթքը, անկեղծ աղոթքը եւ հավատ ունեմ, որ Տերը կօգնի, ինչ էլ լինի, ես կհնազանդվեմ իր կամքի առջև։